Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը Multi-Wellness սպորտային համալիրում, Multigroup կոնցեռնի մի շարք ընկերություններում, նաև դրանց ղեկավարների բնակարաններում։ Գործողություններն առավոտյան ժամը 7:30-ից իրականացնում է ազգային անվտանգության ծառայությունը։ ԲՀԿ խոսնակի Վետա Տոնոյանի խոսքով խուզարկությունները լայնածավալ են եւ ընդգրկում են Multigroup-ի կազմում գտնվող գրեթե բոլոր ընկերությունները։ Ծառուկյանն ընտանիքի անդամների հետ տանն է, ԱԱԾ-ն էլ ներսում փորձում են ճնշել, հավելել է Տոնոյանը։ Մանրամասների չենք տիրապետում, ցավոք սրտի, որովհետև ինչպես տեսնում եք, ինչ հսկողություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տան մոտ, ազգային անվտանգության ծառայության դիմակավորված եւ զինված անձինք վաղ առավոտից առավոտյան ժամը 7-ից նախ մուտքը արգելափակել են մեր նախորդ փաստաբանները եւս 1 ժամ սպասելուց հետո նոր միայն կարողացան մուտք գործել եւ մասնակցել խուզարկության գործընթացին, որտեղ տևական ժամանակ մոտավորապես 1 ժամ կոմունիկացիա հնարավոր չէր ստեղծել, որպեսզի փաստաբանները, երկու փաստաբանները բարձրանային պարոն Ծառուկյանի առանձնատուն։ Հիմա եւս ականատես եք լինում, որ երրորդ փաստաբանը Երեմի Սարգսյանը եւս մոտավորապես 1 ժամ սպասում է եւ կրկին անգամ հնարավոր չի կապ հաստատել քննիչների հետ, որպեսզի թույլտվություն տրվի փաստաբանի մասնակցության ու ներկայության համար։ Կոնկրետ տնտեսական ու քաղաքական այս ռեպրեսիաները, որոնք այս պահին եւ այսօր կյանքի են կոչվում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, սրանք ընդհանրապես նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իրականացրած անոնսի կենսագործումն է, որովհետև տարբեր այսպես նախադեպեր ունեցել են եւ ականատես են եղել, որ Նիկոլ Փաշինյանը այսպես քաղաքական հաշվեհարդարների վերաբերյալ անոնսներ է անում, այնուհետև այս կամ այն պատկան մարմինը եւ կառույցը կենսագործում է Նիկոլ Փաշինյանի ցանկություն հանձնարարականները։ Այստեղ նաեւ խայտարակ նախադեպի հետ գործ ունենք, որովհետև օրինակ Օլիմպավանից սենյակներից դուրս են հրավիրել կամ ավելի շուտ դուրս են բերել միջազգային տարբեր մրցելույթների նպատակով ուսումնամարզական հավաքներ Հայաստանում անցկացնող մի շարք տարբեր մարզաձևերի մարզիկների։ Սա հասկանալի է, չէ՞ որ սա միջազգային սկանդալ է։ Հասկանալի է, չէ՞ որ միջազգային օլիմպիական կոմիտեն, համապատասխան մարզական ֆեդերացիաները բնական է, որ ուշադրություն են հրավիրելու այս հանգամանքի վրա, այսինքն մարզիկներ են, ովքեր գտնվում են Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար։ Ես իհարկե հասկանում եմ, որ այսպես այդ խուզարկությունները իրականացնող մարմինները երբեմն եւ շատ հաճախ մղոններով հեռու են լինում տրամաբանությունից կամ այսպես տարրական քթիծակ ունենալու ունակությունից, բայց կարծում եմ, որ երկրի միջազգային վարկի ու հեղինակության հետ նման խայտարակ ձևով խաղալը այլևս իշխանությունների համար դարձել է օրակարգային։ ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանով անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Multigroup-ի ընկերություններում իրականացվող խուզարկություններին հայտարարել է, որ դրանք քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն են եւ կոչ արել ընդդիմությանը վերադառնալ փողոցային պայքարի։ Ինչ կա զարմանալու, ասել էին վենդետա է լինելու ու սաղին նստացնելու են, հիմա էլ անում են, պետք չէ անակնկալի գալ, երբ ընտրություններից հետո ռեժիմն անցնում է ռեպրեսիաների նոր փուլի, իշխանությանը պետք է կառավարվող քաղաքական դաշտ, իսկ ընդդիմության հավաքած ավելի քան 500,000 ձայները դրան խանգարում են, միայն դատապարտելով հարց չի լուծվում, կյանքը ցույց տվեց, որ առանց փողոցային ճնշման այս իշխանությունը չի հեռանալու, ՀՀԿ-ն պատրաստ է իր համեստ հնարավորություններով մասնակցել նախաձեռնվող ընդդիմադիր պայքարին, առանց որևէ ամբիցիայի։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին նշել է, որ դրանք չի արդարացնում, սակայն կարծում է ստեղծված իրավիճակը նաև քաղաքական սխալների հետևանք է։ Սա չեմ ասում նրա հանդեպ իշխանության գործողությունները արդարացնելու համար, բայց Գագիկ Ծառուկյանը 2006-ից լինելով քաղաքականության մեջ այդպես էլ չփորձեց կամ չկարողացավ դիրքավորվել երկարաժամկետ ու խորքային հայեցակարգով։ Իմ գնահատմամբ նա այսօր պատժվում է անարդյունավետ նախընտրական արշավի համար։ Կրկնում եմ, սա ուժային մամլիչի կիրառման արդարացում չէ, այլ քաղաքական իրավիճակի իմ գնահատականը, որը պոպուլյար սպառման համար չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր վարչապետը Եկատերինբուրգում մասնակցել է Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստին։
Ինոպրոմ ցուցահանդեսն ավանդաբար հանդիսանում է հարմար հարթակ առաջատար արդյունաբերական լուծումները եւ բիզնեսի հնարավորությունները ցուցադրելու համար։ Արդյունաբերական զարգացման համաշխարհային ճարտարապետության մեջ տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, մեծանում է գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության եւ տվյալների վերլուծության дերը։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում։ С удовлетворением отмечу, что промышленность Армении за последние годы Վերջին շրջանի լայնածավալ ներդրումները վկայում են այն մասին, որ գնալով ավելի է մեծանում մեր երկրի որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող հուսալի գործընկերոջ ընկալումը։ Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպանը Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Ակնկալում ենք, որ ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների շարունակական զարգացումը, բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։ Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի ռուս ներդրողների համար հարմարավետ միջավայր ստեղծել եւ ապահովել, որ նրանց իրավունքներն ու օրինական շահերը հարգվեն։ как до выборов, так и после выборов мы настроены на дальнейшее развитие наших отношений. Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մեր հարաբերություններին վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը, իսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու։ Մենք հետաքրքրված ենք ԳԱՏՄ-ին մասնակցելով եւ մենք հետաքրքրված ենք ԳԱՏՄ պայմանագրով նախատեսված մեխանիզմներով, որոնք գործում են նախատեսվածի համաձայն։ Ես կարծում եմ, որ սա համապատասխանում է ԳԱՏՄ հետագա զարգացման շահերին։ Հուսով եմ, որ մենք կքննարկենք եւ կլուծենք վերջերս ի հայտ եկած որոշ խնդրահարույց հարցերը։ Մենք հանձնառու ենք կառուցողական մոտեցմանը, քննարկելով եւ պարզաբանելով բոլոր հարցերն ու նրբությունները։ Եվ հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ու լոգիստիկ հնարավորություններին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հերքել է այն պնդումները, թե դաշինքը պայքարել է միայն խորհրդարանական մանդատներ ստանալու համար, ընդգծելով, որ մանդատը ոչ թե արտոնություն, այլ մեծ պատասխանատվություն եւ ճնշում է։ Համացանցում տեսա մի կարծիք, մեր հայրենակիցներից մեկը ասում էր, «Ահա, մանդատի համար էր այս ամենը»։ Սիրելի հայրենակիցներ, մանդատը մեզ ինչ է տալիս։ Ինձ ինչ է տալի։ Իմ ընկերներին ինչ է տալիս։ Բացի պայքարից, բացի խնդիրներից, ամենամեծ ճնշումով խնդիրներից ինչ է տալիս մանդատը, հետաքրքիր է։ Ասեք մենք էլ իմանանք էլի։ Վիրավորական է, շատ վիրավորական է այս մոտեցումը։ Այսինքն մենք մի տարի բոլոր process-ների մեջով անցնենք, այս ամբողջ խնդիրների մեջով անցնենք։ Ձեր մոտ այն վստահությունը չլինի, որ մտածված ենք էսի անում։ Այդ մանդատը նշանակությունը մենակ խնդրեմա։ Մարդիկ թողում են իրենց գործը, գործարարությունը, բիզնեսը, շատ մարդիկ իրենց մասնակցությունը գալիս են, որ գնան նստեն։ Ինչ է տալիս մեզ։ Մյուս բանը, երբ մեզ ասում են, մի ճանաչեք լեգիտիմությունը, եղբայրներ, ընտրությունից մեկ օր առաջ մի քանի 100 հոգի շտաբերից, այս մարդիկ օտարերկրյա կառույցների ծափերի տակ կալանավորեցին, ոչ մեկ ծպտուն չանեց։ Ինչ լեգիտիմության մասին է խոսքը։ Իրենց կարտ բլանշա տված, որ իրենք Հայաստանը սարքեն աշխարհաքաղաքական եւս մի հակառակորդ երկիր մեծ երկրներին, եւս մեկ Ուկրաինա։ Դրա համար իրանք աչք են փակելու Հայաստանում լեգիտիմության հարցերի շուրջ։ Մենք էդի լավ գիտենք։ Մյուս հարցը, որ մեզ տալիս են, վայելեք մանդատները։ Սիրելի հայրենակից, այդտեղ վայելելու բան չկա։ Դա ուղղակի տոմս է դեպի կալանավայր։ Բայց պրինցիպիալ մի հարց, վաղը Հայաստանի փողոցում հարյուրավոր մարդիկ են։ Հարյուրավոր մարդիկ
Ով է սխմելու կնոպկեն, որ էսի գնա։ Ով է այս մարդկանց ճամփելու, ով է ազգային ժողովում սխմելու կնոպկեն։ ՔՊ-նա գնալու սխմի, որ գնան։ Մեկ էլ տեսա ՔՊ-ից ինչ որ մեկը մի հատ օքուլ դեվթերի ինչ որ հայտարարություններ էր անում։ Այդ թուրքական ալեններ։ Դուք արդեն բռնված ագենտներ եք, գործակալներ եք։ Դու քո տեղը սպասի, թուրքական ալեն։ Մենք կգանք խոսանք։ Սահմանադրական դատանի որոշումից հետո Հայաստան դաշինքը հայտարարել է, որ չի հրաժարվի խորհրդարանական մանդատներից, ընդգծելով, որ դրանք դիտարկում է ոչ թե որպես պաշտոն, այլ իշխանության դեմ պայքարի քաղաքական եւ իրավական գործիք։ Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ, այն լրացուցիչ քաղաքական եւ իրավական գործիք է, ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Մանդատը զենք է եւ դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության եւ ընտրողների հանդեպ։ Խորհրդարանում մեր աշխատանքը ծառայելու է սահմանադրության փոփոխությունների կանխմանը, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանությանը, քաղբանտարկյալների եւ ռազմագերիների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ գործող վարչախմբի հեռացմանը։ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ ավելի համակարգված պայքարի նոր փուլի սկիզբը։ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադառնալով սահմանադրական դատանի որոշմանը նշել է, որ այն կանխատեսելի էր եւ որևէ լուրջ քաղաքական ուժ իր հետագա քայլերը չէր պայմանավորում այդ վճռով։ Նրա խոսքով վերջին տարիներին քաղաքական գործընթացներում եղել են թե հիասթափություններ, թե պարտություններ, թե հաջողված դրվագներ, իսկ ապագայում հաջողության կհասնեն այն ուժերը, որոնք կկարողանան անհրաժեշտ հետևություններ անել այդ փորձից։ Երկուշաբթի գիշերը Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել եւ անօդաչու թռչող սարքերով գրոհել Կիևը, դրա հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, եւս 46-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ Պայթյուններ են որոտացել քաղաքի տարբեր շրջաններում եւ դրա մերձակայքում։ Հարձակման ժամանակ ուկրաինական մայրաքաղաքի բնակիչները պատասպարվել են մետրոյի կայարաններում։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը եւ բնակիչներին կոչ է արել մնալ ապաստարաններում։ Հարձակումից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահը նախազգուշացրել էր Կիևի ուղղությամբ Ռուսաստանի կողմից նոր զանգվածային հարվածի նախապատրաստման մասին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը կարող է փորձել խափանել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ընթացող բանակցային գործընթացը, եթե դրա հնարավորություն ունենա։ Նրա խոսքով Անկարան կարևորում է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունները, սակայն բոլոր կողմերը պետք է զգոն լինեն հնարավոր սադրանքների նկատմամբ։ Ավելի վաղ պակիստանյան Dawn թերթը հայտնել էր, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հերթական փուլը ամենայն հավանականությամբ կանցկացվի հուլիսի 11-ին Իսլամաբադում։ Միացյալ Նահանգներում անկախության օրվա տոնակատարությունների ընթացքում տարբեր քաղաքներում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, հաղորդում է NBC News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով Նյու Յորքի Բրուքլինի Քոնի Այլենդ թաղամասում անհայտ անձը կրակ է բացել տոնը նշող ընտանիքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 8 մարդ, այդ թվում 4 երեխա։ Ֆլորիդայի Փենսակոլա քաղաքում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել։ Նմանատիպ դեպքեր են արձանագրվել նաև Ինդիանա, Կալիֆոռնիա, Միսսուրի եւ Օհայո նահանգներում։ Զոհվածների թվում կա նաև 10-ամյա երեխա։